Մեծ հաշվով ծնողի առջև դրված է 3 հիմնական առաքելություն։ Առաջինը երեխային սիրել եւ ընդունել այնպես, որ նրա մոտ ձևավորվի առողջ ինքնություն եւ առողջ ինքնագնահատական։ Ինչպես ավելորդ չգովաբանելով ու անհարկի չփնովելով, ճիշտ անկեղծ հետադարձ կապ տալով։ Երկրորդ՝ ստեղծել երեխայի համար ապահովության զգացում։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ծնողն ինքնին դառնում է վտանգի հիմնական աղբյուրը, եթե երեխան վախենում է տուն վերադառնալ, ծնողի հետ խոսել, ապա դա լրջորեն ու անխուսափելիորեն ազդելու է երեխայի հոգեկանի զարգացման վրա ընդհանուր։ Դա կարող է պարարթող նաև հանդիսանալ, որ երեխան իրեն զգա միայնակ, օտար ու մշտապես ապրի անապահովության զգացումի մեջ, իսկ դա քայքայող է։ Եվ երրորդ առաքելությունը՝ սովորեցնել երեխային ապրել առանց մեզ, առանց մեծի օգնության։ Մի օր մենք նրանց կողքին չենք լինելու ինչ-որ կարևոր պահի, ու առհասարակ մի օր մենք չենք լինելու, եւ երեխան պիտի կարողանա ինքն իրեն պաշտպանել կամ իր մասին հոգ տանել։ Իսկ ինչպես սովորեցնենք երեխային ինքնուրույնություն, էլի շատ պարզ մեթոդով, ընտրության իրավունք տալով ու ընտրության հնարավորություն տալով փոքր հասակից։ Այսօրվա փոքրիկ ընտրություններն ու որոշումները վաղվա լուրջ ճակատագրական որոշումների եւ ընտրությունների հիմքն են։